տուն գնելը սովորաբար ամիսների գործընթաց ու որոշում է, բայց ինչ կասեք, եթե այդ գործընթացը սեղմվի ու տեղավորվի ընդամենը 3 օրում եւ մեկ վայրում գնորդին ներկայացվի անշարժ գույքի գրեթե ողջ շուկան։ Արդեն մի քանի տարի այս ձևաչափն է առաջարկում Տուն Էքսպոն, տարածաշրջանի ամենախոշոր միջոցառումներից մեկը։ Մարտի 27-ից 29-ին Մերիդիան Էքսպո կենտրոնում այն կրկին կբացի իր դռները, այս անգամ Տուն Էքսպո Invest 2026 խորագրով։ Այս տարի Տուն Էքսպոյում հատուկ շեշտ է դրված ներդրումային նախագծերի վրա, ընդ որում ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ նաև արտերկրում ամեն տարի ավելի աճում է արտերկրի տարբեր կառուցապատողների հետաքրքրությունը Տուն Էքսպոյի նկատմամբ որպես անշարժ գույքի կառուցապատման ոլորտի մեր տարածաշրջանում խոշորագույն ցուցահանդեսի, նաև այցելուներն են հատուկ այս օրերի համար գաղտնիք չէ, շատ ենք այս մասին խոսել, որ տոմսեր են գնում եւ գալիս են Երևան։ Իսկ այն հանգամանքը, որ Տուն Էքսպոն այլևս լոկալ իրադարձություն չէ, թվերն են փաստում։ Մասնակցության համար արդեն գրանցվել են 100-ից ավելի տեղական ու միջազգային ընկերություններ, այցելուներին հնարավորություն ընձեռելով ծանոթանալու ներդրումային բազմաթիվ նախագծերի եւ ստանալով 30,000-ից ավելի բնակարանների ընտրության հնարավորություն։ Մեծ է նաեւ այցելուների թիվն ու աշխարհագրությունը, գրանցվողները ավելի քան 26 երկրից են։ Մենք այս պահին արդեն ունենք 30% ավելի շատ գրանցված այցելու, քան նախորդ տարի սեպտեմբերի 5-6-7-ին։ Դա նշանակում է, որ այս տարի հետաքրքրությունը դեպի Տուն Էքսպո եւ հետաքրքրությունը առհասարակ դեպի շուկա շատ ավելի բարձր է լինելու։ Ես դա նաև կապում եմ մեր Սփյուռքի հայրենակիցների հետ, քանի որ մենք նաև շատ մեծ շեշտադրություն ունենք այս տարվանից սկսած Սփյուռքի վրա։ Այս անգամ ցուցահանդեսը կներկայանա 2 սրահով։ Առաջին սրահում կառուցապատում, անշարժ գույքի գործակալություն, բանկային համակարգ, ներդրումային գույք Հայաստանում եւ արտերկրում, անշարժ գույքի կառավարում։ Երկրորդ սրահում մատակարարներ, օրինակ սենդվիչ պանելներ, անվտանգության համակարգեր, կենցաղային տեխնիկա, սարքավորումներ, ինտերիեր եւ էքստերիեր դիզայն եւ այլն։ Ոլորտի ներկայացուցիչների խոսքով Տուն Էքսպոն պարզապես ցուցահանդես չէ, այն շուկայի զարկն է։ Տուն Էքսպոն դարձավ մի խողովակ, դարձավ մի միջոց, որով որ մենք կառուցապատողներս փորձեցինք ինչ որ ավելի լավ, ավելի հաճախորդակենտրոն, ավելի նոր գաղափարներ բերել, այսինքն դու գնում ես մի կարևոր տեղ, որտեղ որ պետք է ինչ որ կերպ առանձնանա, սա այս առումով մի հատ լրացուցիչ շատ կարևոր բուստ էր ազդակեր շուկային։ 950 գործարքի մոտ տեղի է ունեցել օգոստոսին, դա ամենամեծ թիվն է, որ նախորդ տարի տեղի ունեցել մեր մոտ, իսկ վերջնենք հունվար ամսին 450 գործարքի մոտ գործարք է տեղի ունեցել։ Տուն Էքսպոն ինչ եղավ Տուն Էքսպոյին, սեպտեմբեր ամսից սկսած 1150 գործարք, 1450 գործարք հոկտեմբերին, 1300 գործարքի մոտ նոյեմբերին եւ ամենաշատը 1500 գործարք մոտ դեկտեմբերին տեղ ունեցավ։ Թվերի նման աճը պայմանավորված է նաեւ մի շարք զուգահեռ համալիր նախագծերով։ Կառավարության եւ ազգային ժողովի գործընկերների հետ համատեղ մեր աշխատանքը բաժանվում է 2 գլոբալ խմբի։ Առաջինը շուկայի կանոնակարգմանն է միտված եւ այդ ուղղությամբ նախաձեռնված մի շարք օրենսդրական կարգավորումներ, որոնք քայլ առ քայլ կյանքի են կոչվում։ Երկրորդ բլոկը շուկայի ներդրումային գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ աշխատանքները, որը ելի հանրային իշխանության մարմինների հետ աշխատում են եւ աշխատանքը տալիս է իր արդյունքները։ Տուն Էքսպոն հարթակ է, որը միավորում է ոլորտի մասնավոր ու պետական կառույցների ներկայացուցիչներին լավագույն առաջարկներով։ Այս տարի ավելի շատ հնարավորություններ, արագ եւ լավագույն առաջարկներ բոլոր այցելուների համար։ Մարտի 27-ից 29-ը Մերիդիան Էքսպո կենտրոնում։ Իսկ Հանրապետության հրապարակից դեպի անշարժ գույքի ցուցահանդեսի հրապարակ հասնելու համար քաղաքացիները կարող են օգտվել անվճար ավտոբուսներից առավոտյան ժամը 11-ից երեկոյան 21-ն ընկած ժամանակահատվածում։